Հայոց եկեղեցին այսօր տոնախմբեց Սուրբ Գայանյաց կույսերի հիշատակը։ Սուրբ Գայանյաց կույսերի տոնը շարժական է եւ այս տարի նշվեց հունիսի 21-ին։ Այն նաեւ Սուրբ Գայանե վանքի ուխտի օրն է։ Առավոտյան ժամը 10-ին շարականների երգեցողության ներքո Սուրբ Գայանյաց կույսերի մասունքները տանող թափորը Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի առաջնորդությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ուղևորվեց Սուրբ Գայանե վանք։ Ճանապարհին շատ հավատացյալներ միացան հոգևոր դասին։ Բաց խորանի մոտ ուխտավորներին միացան Մայրաթորի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տան սաները։ Էջմիածնի կենտրոնական փողոցներով անցնելուց հետո թմբուկները լռեցին ու լսվեցին Սուրբ Գայանեի զանգերի ղողանջները։ Թափորը վանք հասավ։ Այս տուրը տանում է Սուրբ Գայանեի շիրիմի մոտ։ Ներկաները պատարագից առաջ ուզում էին տեսնել շիրիմը, աղոթել ու խնդրել Սրբուհու բարեխոսությունը։ Ըստ ավանդության Դիոկլետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ Հռոմի Սուրբ Պողոս կուսանոցում իրենց մայրապետի Գայանեի հետ ապրող կույսերից մեկի, գեղեցկուհի Հռիփսիմեի հետ։ Մերժում ստանալով զայրացած կայսրը հրամայում է սպանել կույսին եւ նրա ընկերուհիներին։ Տեսիլքով նրանց երևում է Սուրբ Աստվածածինը եւ պատվիրում մեկնել Արարատյան երկիր։ Սակայն նրանք այստեղ էլ հանգիստ չեն գտնում։ Հայոց տրթատարքան եւս մերժվելով Հռիփսիմեից հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունենում վաղար շաբաթում 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելուց մի քանի օր առաջ։ Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան, իսկ կույսերի առաջնորդ Գայանեն հարավային կողմում։ Նահատակ կույսերի նշխարները գտնում եւ հողին է հանձնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Գլխատված Գայանեի մարմինը նա ամփոփում է տապանի մեջ եւ կնքում արքունի քահանայական հայրապետական կնիքով։ Հետագայում հենց այդ վայրում կառուցվում է Սուրբ Գայանե վանքը։ Սուրբ Գայանյաց ուխտի օրը մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ, շատերն էին ուզում հաղորդակից լինել սրբուհիների մասունքներին։ Հավատացյալների մի մասը պատարագի ընթացքում աղոթում էր վանքի բակում։ Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, նրանց նահատակությամբ մեր երկիրը դարձի եկավ։ Ուխտագնացության մասնակից Գեղամ Մխոյանը հաճախ է մասնակցում սրբոց տոներին։ Այսպիսի տոներն առիթ են մարդկանց հիշեցնելու օրինակելի վարքի մասին։ Ձեր ինքը ասեց, երանելի են նրանք, որ իմ անունի համար քահալացվեն։ Գալով մենք այսօր սրբոց Գայանաց տոնը հիշատակելով նրանց բարեխոսություն ենք խնդրում, որ մենք էլ կարողանանք Հիսուսին այնպես սիրենք, ինչպես իրանք, օրինակ ենք ուզում վերցնենք։ Վիրապ Տերտերյանը կնոջ ու երեխայի հետ է այստեղ։ Փոքրիկ Գառնիկը դեռ չի խոսում ու քայլում, բայց արդեն հաղորդակից է տոնին։ Շատ ցանկալի է Աստծո այդ օրհնանքը, օրհնությունները, որ մենք գանք եկեղեցի, օրհնությունները քաղենք եւ դրա քաղցը հագեցնենք, ոնց որ ասած։ Տոնն առանձնահատուկ է Գայանե անունը կրողների համար։ Վանքի բակում շնորհավորում էին բոլոր գայանեներին անվանակոչության տոնի առթիվ։ Այս ընտանիքում 2 Գայանե կա։ Մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է այսօրվա մեր գալը, քանի որ իմ աղջիկը եւ եղբորս թորնիկը Գայանեներ են, ու ամեն տարի մեր համար որոշված է, որ այսօր մենք պետքա գանք։ Մեր հույսը, այսպես ասած, հավատքը Աստծո հանդեպ շատ մեծ է։ Ու հոգեվոր արժեքները շատ կարեւոր են, մանավանդ հիմա այդ սնունդը հոգեվոր պետքա բոլորին, ու հիմիկվանից էլ երեխային էլ ու բոլորին էլ աշխատում եմ, որ իրենք էլ հասկանան, իմ երեխային շատ սերմանում եմ, անունը հատուկ ընտրված է, որ Սրբի անուն։
Պատարագն ավարտվեց, բայց մարդիկ շարունակում էին հաղորդակից լինել Սուրբ Գայանեի մասունքին։ Մայրաթորի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի առաջնորդությամբ վանքի բակում անդաստանի կարգ կատարվեց։ Օրհնվեցին աշխարհի 4 ծագերը։ Սուրբ Գայանեի վանահայրը օրվա պատարագիչ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանն է։ Ընդհանրապես հայոց եկեղեցում մենք սուրբերի տոները նշում ենք նրանց ննջման օրերը, որովհետև այդ օրը մենք վստահ ենք եւ հավատացած ենք, որ իրենք անմիջապես Աստուծո պատրաստած օթևաններում են հանգրվանում եւ բարեխոսում են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, յուրաքանչյուր հավատացյալ զավակի համար։ Եվ Տերը, ինչպես որ Սուրբ Գրքի մեջ ասում է, նրանց արդարների օրհնությամբ, արդարների աղոթքով եւ մեկ արդարի աղոթքով կարող է փրկել ամբողջ տիեզերքը։ Սուրբ Գայանե վանքի կառուցման պատմությունը սկսվում է 301 թվականից, երբ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ Տրթատ Մեծը եւ Արքունի կանայք վկայարանն են կառուցել։ Պատմիչները տարբեր վկայություններ են թողել վանքի կառուցման ու նորոգությունների մասին։ Սուրբ Գայանեի հետ կապված այժմյան իրադարձությունները խոսում են վանքի ակտիվ հոգևոր կյանքի մասին։ Գործում է երիտասարդաց միություն, մանկական երգչախումբ։ Սա Էջմիածնի միակ վանքն է, որին կից միանձնուհիներ են ապրում։ Նրանք մասնակցում են հոգևոր բարեպաշտական արարողություններին, հոգ տանում վանքին։ Առաջիկայում շահագործման կհանձնվի վանքին կից մանկատունը, որը նորոգման փուլում է։